ազատությունը այն է, որ անես ինչ ուզում ես։ Հիմա փորձի ուղղվել։ Ազատությունն ավելի շատ այն է, որ չանես ինչ չես ուզում։ Դες հետաքրքիր էր։ Շատ ջուր բան կուզես, Մարտի 8-ը ինձ պիտի այս չափսի ծաղկեպունջ բերեց, որտեվ ես քո մայրն եմ։ բայց այդ բանն է, հայրը մտ լավ խոսք ասում է։ Լավ, սխալվեցիր, սիրուն բան չստացվեց, ճիշտ չէր։ Որն է ձայնի ուժը Ինչ աղա ախպեր։ ու որն է ծնողի ձայնի ուժը։ Սփոփեք մեզ։ Բայց ոնց ես կարամ ինձ դա թույլ տամ։ Չէ՞ որ նորից քեզ համար է։ Վայ, ես ինչ սրտիցս էր։ Ինչն է խանգարում ձեր փայլուն ներկայացրած ռաբիզի։ Ինձ էիք ծաղրում, հեսան այդ սաղից ծաղրեմ, էլ դուսուս։ Կներեք, Հայկ, միֆ է։ Ճշմարտության կողմնակից եմ, բայց նախ էլի պիտի սկսենք հասկանալ ինչ է այդ ճշմարտությունը։ Սեր եւ երախտագիտություն։ Նախ սկսում ես գիտակցել, որ Ընտրության հարցը դա ամենակարևորը երեխաների հետ ունենալն է։ Պատմի, ինձ շատ հետաքրքիր։ Բարև։ Այսօրվա իմ հյուրի հետ զրուցել ցանկանում էի շատ վաղուց, պարզապես սպասում էի մինչև նրա բալիկը մի փոքր մեծանա։ Բացի այդ, ձեզանից ստացել եմ տասնյակ նամակներ, թե ինչու չեմ հենց այդ հյուրին կանչում մեր տաղավար, եւ այսօր մեծ հաճույքով դա անում եմ։ Դիմավորեք, իմ հյուրն է Հայկ Պետրոսյանը։ Ողջույն։ Հայկ ջան, այսօր այստեղ եք որպես 3 տարեկան Արինեի հայր։ Ոնց որ հիմնական թեմաները, առանցքը հենց լինելու է ձեր Արինեի հարաբերությունները, հայրությունը լայն առումով եւ իհարկե չեմ կարող որոշ հարցեր չկապել հենց ձեր մասնագիտականի հետ։ Սիրով։ Բայց կսկսենք մի քիչ վեհ գաղափարներից, որտեղ ձեր բոլոր հարցազրույցները մեզ տպավորել են հենց դրանով, որ շատ խորն եք վերլուծում, շատ հումորային եք, նաեւ այսօր կուզեմ նաեւ այդ հումորը չկորցնեք, որը սովորաբար կա ձեր բոլոր հարցազրույցներում։ Եվ առաջին հարցը ինչու՞մ է ծնողի ուժը։ Պատասխանատվություն ստանձնելու մեջ ենթադրում եմ կարող է ծնողը գտնել ուժ։ 2 օր առաջ ընկերոջս հետ ենք սրա մասին խոսում, ընդհանրապես երեխայի շնորհիվ աշխարհը նորով ես բացահայտում, ինքդ քեզ շրջապատող մարդկանց, քո ընտանիքը, քո ծնողներին, ամեն ինչ վերարժեքավորվում է եւ մի հատ էսպիսի դեպք եղավ, Արինն դեռ փոքր էր, մի տարեկան չկար, գրկումս էր, ուղղակի տենց օրորում էի, որ հեսա պետք է քնի, չէր քնում, քունը չէր տանում, քիչես կողմենքով, եւ մեջքս բռնվեց։ Բայց ես նպատակ ունեի, որ ես իրեն պետք է այնքան գրկումս պահեմ, մինչեւ ինքը քնի։ Եվ ես ոնց որ ճիշտ է փոքրիկ բան է, սա ես ինչ չի, բայց այդ պահին եմ ուղղակի այդ բանաձևը ինձ մեջ գտել, դրա համար եմ այս օրինակը բերում։ Ես ստանձնեցի այդ պատասխանատվությունը, որ ես այդ ցավին կդիմանամ, աշխարհի վերջը չի, այնքան մինչև ինքը կքնի հանգիստ կդնեմ, ու ես այդ դեպքից հետո զգացի մի բան, որ ուժը գալիս է, իրական ուժը գալիս է այն պահին, երբ դու անում ես, երբ դու ստանձնում ես պատասխանատվությունը, ավելի պատկերավոր դարձնելու համար, օրինակ ծանրաձողին մոտեցող մեր հրաշալի չեմպիոնները դա կվկայեն, կարծում եմ, որ այն ուժը, որ իրենք դրսևորում են բարձրացնելիս, դա մինչև չգան չկպնեն, չեն բարձրացնի։ Չգիտեմ, մեքենա բրդելիս մինչև չկպնես, չհրես, այդ ուժը չես դրսևորի, եւ այսպես է ընդհանրապես այս բանաձևը միայն երեխաների հետ կապված չէ, ընդհանուր ամենտեղ կյանքում այդպես է բանից բարձվում է, իսկական ուժը, որ պիտի գա քո վրա, գալիս է այն պահին, երբ դու մտնում ես այդ գործի մեջ, ստանձնում ես այդ պատասխանատվությունը։ Ստանձնում ես, հա, դե շատ սիրուն է։ Ինչ պատասխանատվության մասին է խոսք։ Մենք ինչով ենք պատասխանատու այդ փոքրիկ էակների կամ այդ մեզանից արդեն բոյով էակների համար, մեր երեխաների, ինչով ենք պատասխանատու։ Ինչում, ի նկատի ունեմ, որն է, որ մեր պատասխանատվության դաշտում է։ Կամ այսպես հարցը ձևակերպեմ, մենք ինչով ենք պարտական կամ պարտավոր իրենց։ Պարտական եւ պարտավոր բառերը մի քիչ բացասական երանգ են առաջացնում, բայց ծնող երեխա հարաբերության մեջ իրականում ամեն ինչ այսպես օրենքով պետք է շատ գեղեցիկ լինի, որովհետեւ դա մեծ հրաշք է, մեծ պարգև է, մեծ երջանկություն է, մեծագույններից, բայց ինչքան մեծ երջանկություն է, այդքան էլ մեծ պատասխանատվություն է եւ
Դա է ճիշտը։ Եթե կոնկրետ ինչ ունենք անելու, հարկավոր է հասցնել նրան մի կետի, որտեղից հետո երբ նա ինքնուրույն կդառնա եւ ինքնուրույն կշարունակի իր ճանապարհը, հնարավորինս իրազեկված կլինի, հնարավորինս պատրաստ կլինի ընդունելու այս աշխարհի մարտահրավերները, որոնք լինելու են։ Չկա մեկը, որ կխուսափի դրանից այս աշխարհում եւ կարծում եմ ծնողական այդպես պատասխանատվություններից մեկն է նրան հնարավորինս պատրաստել եւ դա անել հանգիստ, սիրով, անշտապ, սա է կարծում եմ։ Տեսեք, դուք ասեցիք ինքնուրույնություն, իմ համար, անձամբ ինձ համար դա առանցքային անելիքներից է։ Մեծացնել ինքնուրույն մարդ, որովհետև ինչ որ մի օր մենք նրանց կողքին չենք հայտնվի, օրինակ Բաքում, երբ նա հարաբերություններ է պարզում տղաների հետ, մեծ տարիքում, երբ նա խնդիրներ ունի, հնարավոր է մենք այլևս ուղղակի գոյություն չունենանք, ու ինքնուրույնությանը տանելը շատ կարևոր է, բայց ինքնուրույնության հետ կա ազատություն տալու բարդագույն գործը։ Ոնց եք դրան վերաբերում։ Դուք Արինեին հիմա կամ ինչ որ պահից սկսած պատրաստ եք տալ այնքան ազատություն, որ նա սկսի ազատության ներքո պատասխանատվություն եւ ինքնուրույնություն ձևավորել։ Եկեք մի հատ սկզբից հասկանանք ազատություն ասելով ինչ ենք հասկանում։ Շատ լավ, հա, լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Ազատություն բառը իմաստը, բովանդակությունը անընդհատ փոփոխվել է։ Օրինակ կար տարիք, երբ մտածում ես ազատությունը այն է, որ անես ինչ ուզում ես։ Հետո հասկանում ես, որ ազատությունն ավելի շատ այն է, որ չանես ինչ չես ուզում։ Եվ շատ ավելի դժվար է դա։ Դա ավելի բան է։ Բարդ Բան է։ level-ն է, մի քիչ դրակոնի ավելի վերևից մակարդակներ։ Այս փուլում իմ կյանքի ես չգիտեմ, վաղը չեմ իսուր կարող ինչ-որ նոր մտքերի գան, որովհետև մարդ միշտ այդ մի հատ սիրուն ճանապարհ կա դու քո մեջ, որ վերաիմաստավորում ես։ Այս փուլում ես մի հատ sense մտքի եմ եկել իմ կյանքում, որ ազատություն, իրական ազատություն հնարավոր է գտնել մաքրության մեջ, երբ փորձում ես ինքդ մաքուր ապրել, խղճի առջև, ընկերներիդ, մարդկանց եւ գլխավորապես Աստծո առաջ։ Ես չի ասի այդպես ամբողջությամբ բացահայես այտենց մաքուր եմ եւ այլ այտենց չհասկանա խնդրեմ, բայց ձևը բովանդակությունը կարծում եմ դա է եւ ազատությունը նաեւ ամենամեծ փորձությունն է մարդու իրականում, եթե մի քիչ խորքային նայենք, որովհետեւ ազատության մեջ ինչ ազատություն է, ընտրության ազատությունն է։ Մարդ ի սկզբանե ազատ է, ես չեմ որ նրան պիտի տամ այդ ազատությունը։ Ինքը արդեն ազատ մարդ է։ Բայց դուք պիտի չսահմանափակեք, ուրեմն չճնշեք։ Իհարկե։ Գուցե դա է մեր դերը։ Եթե երեխաները ծնվում են ի սկզբանե ազատ, գուցե մեր դերն է այդ ազատությունն անverջ չճնշել, չկառավարել, չփոքրացնել։ Դե որ եթե փոքրացնես, միևնույնն է դա մի օր պայթելու է։ Ինչ որ մի ձև։ Ցավոտ։ Հակառակը ազատությունը պետք է խրախուսել։ Ուղղակի այսօր կնոջս հետ սափրում եմ դուրս գալուց ասում եմ անի, սենց թեմայով հարցազրույց, ինչ որ բան կուզես, որ ես էլ քո կողմից ասեմ, չեմ երկու բան ասեց ու ասես, չէ, լավ երկար պիտի խոսեմ, բայց մի քանի բան որ ասեց, միտքերն էլ որ պետք չի այդպես սահմանափակ բան, հակառակը պետք է ուղղորդել, հնարավորինս ճիշտ ուղով ուղղորդել, ճիշտ ուղի ասելով էլ մենք մեր կյանքի փորձից ելնելով, մեր ծնողների կյանքից եւ վերջապես աշխարհի մարդու կյանքի փորձից ելնելով ինչ որ մի դրական բան ես ուզում փոխանցել նրան, որ չգիտեմ, այն քարին, որ դու քո ոտքը խփել ես, ցավացել է, նա չխփի։ Միևնույն է, ուզենք թե չուզենք, բոլոր մարդիկ անցնում են ինչ որ դժվարություններ, բացահայտում են այս աշխարհի զգացմունքները, սեր, հիասթափություն, տխրություն, ցավ, դա այդպեսին է այս աշխարհը։ Դրա համար եմ ասում, եթե մենք կարողանանք երեխաներին հասցնել մի կետի, որ հնարավորինս նրանք իրազեկված կլինեն այդ ամենի մասին, իրազեկված լինելով նաև պաշտպանված կլինեն կնշանակի, եթե դու գիտես, որ այս դուռը բացես, այնտեղ կարակ է պայմանական, դու իրազեկված ես դրա մասին։ Ես ասես խորհրդանշական օրինակ եմ բերում, բայց կյանքի ասենք ինչ որ մեծ իրավիճակ է։ Համաձայն եմ լրիվ, բայց երբ իրազեկված է, մի հատ էլ փորձել է, այն նոր ինքը պաշտպանված։ Որտեվ եթե մենք իրեն անverջ դասախոսություններ կարդանք, որ բալաս ոտքը տենց քարին առնի, կընկնես։ Ու անverջ իր կյանքի ճանապարհից բոլոր քարերը տանենք, բայց շարունակենք պնդել, որ հենց ոտքդ քարին դիպչի դու կընկնես։ Դրա համար ես հիմա բոլոր քարերը կտանեմ փոխաբերական իմաստով։ Որ այն դուռը եթե բացես կրակ է լինելու դրա համար, երբեք չբացես այդ դուռը։
Արդյոք այդտեղ չի պակասում էմպիրիկ փորձը, էմպիրիկ գիտելիքը, այսինքն փորձեցի, նոր դրավ հիման վրա գիտելիք ձեռք բերեցի։ Տանում եմ նրան, որ գուցե մենք պիտի թույլ տանք շատ բան փորձեն իրենք։ Ու այդ ազատությունն է, որ ավելի թանկ է։ Արգելքների թեման շատ հետաքրքիր թեմա է։ Վերջերս մի միջոցառման ժամանակ, որ ես վարում եի, այնտեղ տղաների հետ նստած խոսում ենք, այդտեղ տեղում ծանոթացանք եւ այդ տղաները ծխախոտի բիզնեսի մեջ էին։ Այդպես բավականին փորձ ունեցող, միջազգային փորձ ունեցող եւ այդպես խոսքի մեջ ինձ մի բան պատմեցին։ Հուսամ սա նրանց բիզնես գաղտնիքներից մեկը չէ։ Ուրեմն բանից պարզվում է, որ այսպես կոչված ծխելու դեմ պայքարի շրջանակներում օրինակ փակվում են, չէ՞, եթե նկատել եք սուպերմարկետներում փակում են ծխախոտները, անդուր նկարներ են դնում, որ մի չանեք, պետք չի, լավ չի, եւ դրանից գիտեք ինչ հետևանք է լինում։ Վաճառքը շատանում է, գիտեք ինչու։ Արգելված պտուղի։ Դուք այո, աշխատում է արգելված պտուղի Ադամից եւ Եվայից եկած, այսպես ասած, այդ պատմությունը։ Ինչ որ բաները այնուամենայնիվ կարող ես ասել, ես քեզ արգելում եմ սա, բայց դու չես կարող միևնույն է բռնանաս։ Չի կամքի վրա, որովհետեւ որովհետեւ եթե դու դա անես, դու ամբողջ արարչական էությունը կկոտրես։ Կամ իր մեջ մի բան կկոտրես։ Ես ընդհանրապես մեկ օրինակ գիտեմ իմ կյանքում, որ այսպես ասենք դիմացինի փորձի վրա նա կարողանում է շատ լավ սովորել, դա իմ մանկության մտերիմ դասընկերն է։ Երևի միակ օրինակն է, որ ես կարող եմ ասել, ինքն էլ իր կյանքի հարցեր ունի բնականաբար, բայց ինքը կարողանում է դիմացինի, այսպես ասենք, ոտքը քարին խփելը տեսնել եւ չխփել այդ նույն քարին։ Ես օրինակ այդպես չեմ եղել։ Ես էլ այդպես չեմ։ Ես միշտ ինքս իմ զարմանալիորեն մի հատ այսպեսի բան էլ կա, կրկնվող սխալ հասկացողություն կա։ Այդ առանձին թեմա է։ Կրկնվող սխալ, կրկնվող մեղք, շատ ես վերջերս դրա մասին շատ եմ մտածում։ Ինչու է մարդու մոտ այդպես կրկնվող մեղք հասկացողություն կա, ինչեւ չգիտես ինչ է, էլի, ասենք թվում է թե պարզ է ամեն ինչ, չէ՞։ Արվում ես չանես, գիտես որ պետք չի։ Բայց անդադ ինչ որ մի բան է, անդադ պիտի մաքրես, զտես, փորձես կատարելագործվել։ Լույս սիրում եք։ Ես շատ։ Մեր ոդքասթի այս տաղավարի լուսավորությունն ու հաճելի միջավայրը ապահովել է իր տեսակի մեջ միակ խանութը Երևանում՝ Սկանդիքսը, սկանդինավյան լույսերի եւ կահույքի խանութը։ Արդեն 3 տարի է իմ բնակարանում լուսավորության զանազան տեսակներ կան հենց այդ խանութից եւ ունեմ 0 խնդիր որևէ լույսի հետ։ Սկանդիքսի նոր մեծ խանութում արկա է 350-ից ավել տեսականի ներքին եւ արտաքին լուսավորության համար, ինչպես նաեւ կահույք, բարձր որակ, ճաշակ եւ ամենակարևորը նորմալ գներ։ Սկանդիքսի լույսերն ու կահույքը ներմուծված են միայն Դանիայից, հիմա նաեւ որոշ մոդելներ Իսպանիայից։ Հաղորդեք նոր շունչ եւ տեսք ձեր բնակարաններին, ավելացնելով մեկ, բայց կարևոր եւ գեղեցիկ դետալ։ Գնացեք, հիացեք, սիրահարվեք, ինչպես ես, իսկ գնելիս չմոռանաք ասել կախարդական խոսքերը deep parenting եւ կստանաք հաճելի զեղչեր։ Մեր երեխաները մեզ ինչ որ բանով պարտական են։ Լավ, պարտական բառից խուսափենք։ Իրենք պատասխանատու են մեզ համար։ Հիմա, երբ որ մեծանան, քանի դեռ փոքր են կամ երբ մեծանան, էական չի։ Ինչով են իրենք մեզ պարտական կամ պարտավոր կամ պատասխանատու։ Էլի այդպես որպես դրանք պարտական չեն, բայց մարդկային բարոյականության տեսանկյունից կարծում եմ շատ լավ է, երբ երեխան մեծանում է, ինքն է դառնում հասուն եւ իր ծնողը արդեն ավելի այսպես մեծ է, ավակ սերնդի ներկայացուցիչ է դառնում, դրա մեջ կա գեղեցիկ մի երախտագիտական քայլ, երբ արդեն երեխան է դառնում հոգսը կրողը, նվիրվողը, դա շատ լավ բան է։ Շատ հակառակ վատն է, երբ, չգիտեմ, էլի ասենք։ Սա այն դեպքերի մասին, երբ եղել է այդ հոգատարությունը ծնողի կողմից, էլի։ Ես ուզում ասի։ Իսկ մենք կարող ենք պահանջել սեր, չէ, պահանջել հարգանք, պահանջել երախտագիտություն, պահանջել հոգատարություն։ Ոնց կարող ենք երեխայից հիմա կամ մեծ տարիքում, երբ իրենք մեծ են, պահանջել, որ իրենք մեզ վերադարձնեն։ Այսօր ինչ պիտի անենք, որ վաղը կարող պահանջել չլինենք։ Կարող ես ինչ որ բաներ բացատրել շատ, ներկայացնել, պատմել եւ էլի ինքը պետք է իր որոշումները կայացնի։ Գիտեք, մեկ-մեկ կյանքում լինում է, որ օրինակ դու գիտես, որ էսա ճիշտ ճանապարհը, բայց չես ուզում անես։
բայց դու գիտակցված որոշում կայացնելով, ճուզելով նույնիսկ անում ես, դա էլ է ձև։ Մի բարձ օրինակ բերեմ, օրինակ իմ կյանքում գիրք կարդալը այդպես է եղել։ Ես երբեք չեմ սիրել գիրք կարդալ, ինձ միշտ ավելի շատ դուր է եկել դուրս գալ ֆուտբոլ խաղալ, դիմացի շենքի աղջիկներին սիրարվել, բայց ինչ ասած բաներ էի սիրում։ Բայց քանի որ ես տեսա, որ իմ ընտանիքում եւ ծնողներիս, հորեղբայրներս, իսկ իրանց ընկերները շատ կարդացած մարդիկ են եւ նրանց մտքերը ինձ շատ հետաքրքրում են, զգում եմ հեղինակություն կա դրա մեջ, ինձ մտորելու առիթ են տալիս, ես սկսեցի այդպես փոքրիկ փոճուրիկ քայլերով, բայց ինքս ինձ ստիպել կարդալ, տնեցիք էլ օգնեցին այս կողմից, մինչև մի հատ կետ եկավ, ավելի հասուն տարիքում ես սկսեցի իսկապես հետաքրքրվել եւ գտնել այն ինչ ինձ հետաքրքիր է կարդալու համար։ Բայց սկիզբը չի եղել, ես սիրում եմ կարդալ։ Չէ՞ զորով, այսպես ստիպողաբար։ Բնական կներու երեխան։ Այդ ճիշտ մեկ-մեկ այդպես էլ ես գալիս ճիշտ ճանապարհին, էլի։ Ընդհանրապես այդ ճիշտ ճանապարհին գալը շատ բարդ է, ամենաբարդը միշտ է։ Ամենալավ բաները ամենաբարդ բաներն են։ Այդպես է միշտ։ Ամենաօգտակար բաները ամենադժվարը։ Այգի տնկելը հեշտ չի, էլի։ Այգի քանդելը հեշտ է, օրինակ, տեսեք, բայց այգի սա ստեղծելը, ջրելը, պահելը, այդ հողը, բանը, բնության հետ դեմ պայքարը, որ տիրությունը մի ամբողջ կյանք ես նվիրում, կյանք ես դնում դրա մեջ, էլի։ Դե պատկերացրեք ինչքան ավելի նվիրում, սեր եւ պատասխանատվություն է պահանջում մարդը, որ ինքը նոր է այս աշխարհում, այսպես ասենք, ոչինչ չգիտի։ Դու մեծ ես, դու գիտես այս աշխարհի վտանգները, պիտի սպասես ճիշտ պահին իրան ճիշտ ինֆորմացիա տաս, որ ինքը ընկալի այդ ամեն ինչը։ Գլխավոր բանը այնուամենայնիվ, ինչպես ամենտեղ, այնպես էլ եւ հատկապես այստեղ դա սերն է։ Սերը, սիրո միջավայրը, տեսեք, ծաղիկը եթե լինի լավ միջավայրում, արև, ջուր, հող, մարդկային լավ դրական էներգիա, շատ ավելի լավ կծաղկի։ Նույն ձև մարդն է, շատ նման ենք։ Մենք բնությանը շատ նման ենք։ Ես էլ դրա մեջ եմ խորանում, թե ոնց կարող եմ ես այսօր տալ երեխայիս ամեն ինչ տալ, անմնացորդ տալ, բոլոր դրական ամեն հնարավոր ծնողական տալիքները, սեր, հոգատարություն, հարգանք իր հանդեպ, որ հետո էլ ինքն ինձ հարգի։ Եվ չպահանջել ոչինչ, բայց ստանալ, որտեվ այնքան ես ուզում ստանալ։ Պրիմիտիվ բան, ես երբ հիվանդ եմ, բարկած եմ ու ոչ մեկը երեխաներիցս ինձ չի մոտենում, ասի մամ, ինչի կարիք ունես։ Չեք պատկերացնի ինչ տխրեցնող է դա, ինչ քայքայող է, ոնց, այսինքն, որտեվ երբ իրանք են հիվանդ, դու ծնված այսքան տարիքից միջև Աստված գիտի որ տարիք պատրաստ ես անվերջ ծառայել, հոգալ, փրկել, սիրել լայն առումով, բայց հիմա հասկանում եմ, որ ես չեմ կարող պահանջել։ Պահանջով սերն ինձ պետք չի, պահանջելով հոգատարությունն ինձ պետք չի, ոչ հիմա, ոչ էլ պետք կլինի երբևէ։ Ու մտածում եմ, որ երևի թե միակ տարբերակը անմնացորդ, անվերապահ եւ առանց պայմանների տալն է այդ սերը։ Հավանաբար շանսը, որ իրենք հետո նույն ձև անմնացորդ են չափով որ չափով այդ պահին իրենք կկարողանան իրենց պատկերացրած ձևերով, ոչ թե պարտադրված ձևերով, օրինակ մարտի 8-ը ինձ պիտի այս չափսի ծաղկեփունջ բերեց, որտեվ ես քո մայրն եմ, այլ հələ տեսնենք ինքն ինչ կանի ու վստահ եմ դրանից ավելի անկեղծ բան, որ իրենք կկարողանան տալ առանց իմ պահանջի, երևի հնարավոր չի։ Չգիտեմ, գուցե շատ խորացա, բայց դրան էի փորձում տանել ձեր կարծիքը լսել։ Ընդհանրապես մարդ սիրում է լինել գնահատված։ Հա։ Բայց կարող ենք հիշել մի օրինակ, որ ասում են Հիսուս Քրիստոսը 10 բորոտավորի բուժեց, որոնցից միայն մեկը շնորհակալություն ասաց։ Միշտ այդպես է գիտեք, չէ՞։ Բայց այդ բանն է, հայերը մեծ լավ խոսք ասում են, լավությունները գցի ջուրը։ Հա, ինքնոյից։ Բայց դա էլ է հետաքրքիր ինչի հենց ջուրը էլի։ Որ ջուրը կտանի երևի ինչ որ մեկին կհասցնի այդ լավությունը։ Հիմա անդադ նաև մտածում եմ, որ լավ, ես տամ, սիրեմ, հոգամ։ Okay, հնարավոր է մեծ հավանականությամբ իրանք նույն ձև ինձ հետ չեն տա, որտեվ առնվազն չեն կարող անել ինչ որ գործողություններ, որ ես եմ իրենց համար փոքր ժամանակ արել հոգալուց, բայց իրենք կտան իրենց երեխաներին։ Գիտեք որն է հարցը։ Մենք հաճախ ուզում ենք, որ մարդիկ մեզ վերաբերվեն այնպես, ինչպես մենք ենք ուզում, որ իրանք մեզ վերաբերվեն։ Հա, ակնկալիքների մասին է։ Հա, բայց այստեղ մենք պիտի ընդունենք, որ դիմացին ուրիշ մարդ է։ Նա ուրիշ մարդ ասելով ուրիշ տիեզերք է, ամեն մարդ մի տիեզերք է, որ տեսնեք ինքը մի ամբողջ տիեզերք է ուղղակի, էլի։ Ավելի հանգիստ է պետք դրան վերաբերվել։ Հա։ Ցավոտ է, բայց ավելի հանգիստ է։ Ցավոտ է, որտեվ հիմա իմոնք մեծ են ու ես դա ավելի եմ նկատում։
Բայց այնքան թեթևացնող էր այդ գիտակցությունը, որ ես ունեմ ինչ որ ակնկալիքներ, որոնց սահմաններում փորձում եմ իրենց կողմից արտահայտածերն ու հոգատարությունը տեղավորել, բայց երբ բաց ես թողում, ուրիշ բաներ ես նկատում, որ մինչև այդ չէիր նկատում, որովհետև քո ակնկալիքների վանդակի մեջ դա չկար։ Դե այդպես է, մի հատ ինչ որ տարիք է գալիս, որ դու այսպես ասենք տնից դուրս ես արդեն ուզում գալ։ Եվ ինչքան է մաման, պապան կարոտ են քեզ ասեն, բայց դու անդադ դեպի աշխարհն ես ուզում գնալ, որովհետև այդ հասել է տարիքը Մարդությունն է, անվերջ ճանաչելու, անվերջ ինքն ճանաչելու։ արտահայտվելու, հաստատվելու, չգիտեմ, ինչ շրջապատ ձեռք բերելու, այդպես է, ինչ արած։ Մեր ոդքասթի այս նոր տաղավարը ինձ օգնել են կահավորել Ֆորտունա խանութից։ Վերջին 3 տարիներին Երևանում իմ ամենասիրած խանութներից մեկն է։ Այնքան ընտիր, ճաշակով, որակով ու զանազան ապրանքներ ու կահույք տան ամառանոցի սրտի համար, որ իմ ու իմ սիրելիների համար նվեր ընտրելիս առանց վարանելու գնում եմ ուղիղ Ֆորտունա։ Իսկ նվերքարտերը ուղակի փրկություն են։ Սպասք, ծաղկամաններ, դեկորացիաներ, կահույք, պլեդներ, բույսեր բոլորը ուղիղ Եվրոպայի լավագույն սրահներից։ Իսկ թե ինչքան հաճախ են խանութում զեղչերն ու հատուկ ակցիաները, ուղղակի բաց թողնելու չի։ Ամռանն ընթരാճ խանութում ցուցադրված է ամառային կահույքի լայն տեսականի եվրոպական առաջատար բրենդներից։ Ալումինից, եվրոպլաստիկից եւ տիկի փայտից պատրաստված այս նմուշները կծառայեն տասնյակ տարիներ։ Դրանք այսօր զարդարում են հորեկա ոլորտի շատ օբյեկտներ ամբողջ աշխարհով։ Ֆորտունան սրտի խանութ է։ Ձեր գնումներն ու նվերները ընտրեք իմ սիրելի Ֆորտունայից։ Հայկ, եթե չեմ սխալվում, ձեր պատանեկություն դերասյուն Ֆրանսիայում է անցել, գուցե երիտասարդության ինչ-որ մաս։ Այնտեղ ապրելով այդ շրջանը, որը կարևոր շրջան է, մարդու զարգացման փուլի, հայ դերասյուն, պատանեկություն, վաղ երիտասարդություն եւ եթե նայեք Հայաստանին, ինչ տարբերություններ են եղել, որ եթե դուք լինեիք Հայաստանում, եթե սրա մասին երբևէ մտածել եք, գուցե այդպես չլիներ, իսկ Ֆրանսիայում դուք դա ստացաք։ Կրթությունը առաջին հերթին ստեղ էլ կստանայի հաստատ, բայց այնտեղ քանի որ հորս մոտ էի, մեր շփումները առաջին հերթին ինձ համար շատ կարևոր է։ Ես հետադարձ հայացքով որ նայում եմ, այդ պահին այդպես չի կարևորում։ Հասկանում եմ, որ սա շատ կարևոր է, բայց ինչքան ժամանակ անցնում է, այնքան անդրադառնում եմ եւ շատ կարևորում։ Ֆրանսիան մշակութային ամենահարուստ երկրներից մեկն է եւ պահպանված մշակույթով, այնպես չէ Հայաստանը մշակութային ամենահարուստ երկրներից մեկը չի էլի, ճարտարապետություն եւ այլ, այդ իմաստով գլուխների չտանեմ շատ այդպես Էդ էլ մի տարիք է, որ այսպես սպունգի պես վերցնում ես ինֆորմացիան։ Հայրս ինձ մի օրինակ բերեց մի անգամ, շատ լավ հիշում եմ, ասեց պատկերացրու կյանքի ճանապարհը հեսա պիտի գնաս եւ քո ճամպրուկը կա։ Հիմա եթե իմանաս երկար ճանապարհը, մեջը տաքշոր կդնես, ամեն ինչ կդնես, չէ՞, որ իմանաս ինչ պետք կգա։ Հիմա նույն ձև այդ գիտելիքն էր, որ պիտի հավաքես, որ իսկապես այդպես եղավ։ Գիտելիքը հավաքեցի, հետո այսինքն դրանից հետո տարբեր փուլերում կյանքի այդ ճամպրուկից ես այս գիտելիքն էի հանում օգտագործում, հետո այն մյուսն էի հանում օգտագործում։ Մի անգամից կարող է պետք չգալ։ Բայց լավ սովորելը շատ կարևոր բան է։ Ես չէի ասի իմ մասին, որ ես այդպես շատ լավ սովորող եմ եղել, օրինակ հիմա եմ շատ սովորում։ Հետաքրքիր է, ես ինձ շատ այսպես ուսանող եմ զգում իմ կյանքում, էլի։ Որտեվ ընտրությունն է մեր։ Մենք հիմա գիտակցում ենք դրա կարևորությունը։ Իսկապես այդպեսի բան։ 18-ից 20-ից, չգիտեմ, թվում է թե ինչ ավելորդ բան ես գլխիդ լցնում։ Այդպես դա սովորեցի, ինձ Փարիզ գնալը կտրեց բակային կյանքից այստեղի, ինչ է մտածում շատ լավ է, որովհետև այդպես ոչ թե բակային կյանքը վատն էր։ Այո, ես ուզում եմ հարցը տայի, հա։ Այլ երբեմն պետք է միջավայրիցդ կտրվես, որ մի հատ կարողանաս զարգացում ապրել։ Այնտեղի կյանքը ուրիշ է, հարաբերությունները ուրիշ են, ամեն ինչ ուրիշ է, այլ մտածելակերպ է։ Շատ բաներ նույնն են, իմաստը որ ամենտեղ էլ բան նույնն է, մարդը։ Բայց այնտեղ ես տեսա նախ եւ առաջ ես տեսա տարբեր ազգերի մի դասարանում ամենատարբեր մշակույթներ, ազգեր, ոնց որ աշխարհը մի քիչ այդ աշխարհի մեծությունը, որ լիքը ուրիշ բաներ կա, որ ես այստեղ չէի տեսնի։ Ինչու հետ եկա։ Գնացել էի սովորել վերադառնալու, ես այնտեղ մնալու միտք չեմ ունեցել։ Այստեղ էին մամաս, տատիկս այստեղ էին, իմ բակի ընկերները շատ թանկ ու հարազատ այստեղ էին։ Ճիշտն ասած առաջի կես տարին որ գնացի Փարիզ հետ եկա ամռանը, չէի ուզում գնալ Փարիզ։ Շատ բան էր, չէի կարողանում ադապտացվել։ Հայրս ասեց արի մի հատ էլ փորձի, եթե զգաս որ իրոք չես ուզում,
հետ կգաս միշտ էլ կարող ես վերադառնալ եւ շատ ճիշտ ուղղորդեց այդ տարի արդեն որ վերադարձա արդեն այնտեղ ձեռք բերեցի ընկերներ, բան որ ոնց որ սկսեցի այդ միջավայրի մեջ մտնել եւ սկսեցի իսկապես սովորել։ Առաջի կես տարին ինձ դժվար էր շատ։ Նորմալ է, դա միջավայրից այդ հարազատ տեղից այդ կտրվելը դժվար է, հեշտ չի։ Դե բայց լեզուն սովորեցի, լեզուն շատ օգնում է համ մարդկանց հետ շփվելու, համ ինչ որ գրքերի գրականության ծանոթանալու, նոր մշակույթներ բացահայտելու, այդտեղ Ազնավուր եւ այլն շատ բաներ ավելացան իմ կյանքում։ Ինչը ես անպայման օրինակ իմ երեխային կուզեմ փոխանցել, երբ որ ժամանակը գա, որովհետեւ այդ էլ իմ մի կուտակած բան է, որ ես իրան պիտի պատմեմ, ոնց որ իմ ծնողներն են ինձ պատմել իրենց կուտակածը։ Շատ հավես բան կա դրա մեջ, էլի sense մի հատ ինչ որ պատմություն կա միշտ, որ սերունդ, sense փոխանցվում, անցվում գնում է։ Եվ զարմանալի ինչու ենք մենք ուզում միշտ փոխանցել այդ բանը։ Չգիտեմ, կարևոր ենք համարում։ Հենց մի նոր գիրք եմ կարդում, ուզում եմ բոլորին պատմել։ Հետաքրքիր Հետո հասկանում որ ես ձանձրալի եմ դառնում, գուցե այդ մարդուն դա մի նոր հմտություն եմ սովորում, ուզում եմ բոլորին դրա մասին ցույց տալ, ասել թե սենց որ անես ավելի հեշտ կլինի։ Երևի մարտային ձգտումն է, ինչ որ բացային։ Իսկ ծնողների փոխհարաբերությունների կարևորությունն ու դրա ազդեցությունը երեխաների վրա։ Տեսեք, պատմությունները միշտ չի որ երջանիկ են լինում ընտանիքներում։ Եվ ցավոք երեխան միշտ ամենաթույլ օղակն է, որտեվ պաշտպանության ամենաշատ կարիքն ունի, ամենազգայուն օղակն է, որովհետև դեռ այդ նեոկորկան հայտ նոր մեր վերջին շերտ ուղեղը այնքան զարգացած չի իրանց մոտ, իրենք շատ ավելի զգայուն են, շատ ավելի ինտուիտիվ են, բայց հաճախ դժում են նրանք։ Ցավոք մեր կենտրոնում, մեր հոգեբանական կենտրոնում վերջին տարիների ամուսնալուծությունների կտրուկ աճի ֆոնին շատ հաճախ բերում են երեխաներին, որ օգնենք այդ փուլն անցնեն, բայց բերում են չափազանց ուշ, երբ կա բավականին խորացված հոգեբանական խնդիրներ երեխաների մոտ, եւ արդյոք ի վերջո Ֆրանսիայում ապրելով հանդերձ այնտեղ այդ ամեն ինչը գուցե ավելի ցիվիլ է կամ ավելի մարդկային է այդ բոլոր process-ները, որտեղ նորմալ է ամուսնալուծությունը, մարդիկ միշտ չի որ պիտի բոլորն իրար հետ պարտադիր ցմա ապրեն ատելով իրար դրան նույնպես ոնց որ կողմ չեմ, բայց երեխաները շատ են տուժում, երբ տան այն պրիմիտիվ մի քիչ բարձր տոներով զրույցները ազույգերի միջև իրենք ցավ են ապրում, ել չասեմ այն ահավոր հայկական պատմությունները, բաժանությունների, երբ ուղղակի դա թշնամանքի կամ ու երեխային տհաճ ձևով որպես գործիք օգտագործելու պահը կա։ Ինչպես կարող ենք մենք ապահովագրել երեխաների այդ փսիխիկան, հա, հոգեբանությունը, հոգեկան աշխարհը առնվազն, երբ մենք առողջ հարաբերություններ չունենք մեր զուգընկերոջ հետ այս փուլում, երբ հաճախ են լինում վեճերը, երբ հաճախ են լինում տհաճ իրադարձությունները։ Ես ուղղակի մի թեմա կա, որի շուրջ միշտ խուսափել եմ խոսել։ Ոչ թե խուսափել եմ վատ իմաստով, այլ մտածել եմ գուցե ճիշտ չի խոսել, խոսքը Աստծո մասին է։ Տեսեք, առանց ինչ որ կանոնական բաների տանելու։ Ինչպես անել։ Դա շատ դժվար է։ Շատ դժվար է իրականում։ Հեշտ չի։ Էլի գալով եմ մտքին, որ լավ բաները դժվար են։ Մանավանդ այսօրվա աշխարհում։ Այսօրվա աշխարհը ոնց որ հատուկ ամեն ինչ արվի, որ մարդիկ չկարողանան հանգիստ ապրել։ Այսօրվա աշխարհի կառավարողները ստեղծել են այնպիսի համակարգեր, որտեղ մարդուց խլում են ժամանակը։ Այսօր ես անընդհատ ասենք ես պիտի գծած հաշվարկեմ, որ ես կարողանամ իմ երեխայի, իմ կնոջ, իմ ընկերոջ հետ գոնե մի քիչ իմ ծնողի հետ։ Այո, դա այդպես այն ժամանակները չեն, որ չգիտեմ, ասենք հայրը ապրում էին մի գյուղում, գյուղական համայնքով, իրենց ծեսով, երգով, պարով, ասել խոսելով բնության մաստիկը լինելով, այսինքն շատ ավելի ներդաշնակ, մենք որ գնում ենք պայմանական diligent, մենք մի հատ հանգստություն է, չէ՞ գալիս։ Դե պատկերացրեք միշտ այդ հանգստության մի բարձ է, երևի վեճել է եղել են, բայց մենք ուրիշ աշխարհում ենք այսօր ապրում։ Եվ մենք մեր սերունդը որպես ծնողների սերունդ, թե տեսանկյունից նայեմ, լրիվ ուրիշ ու նոր դժվարությունների է բախվում, որ ինքներս հաճախ պատրաստ չենք լինում։ Մեզ ոչ ոք չի ասել Հայկ ջան, գիտես 10 տարի հետո Արինեն է ծնվելու եւ դու նրան մեծացնելու ես գադջետների դարաշրջանում։ Չի եղել։ Կան հարցեր, որ մենք պիտի իմանանք, որ երբեմն ինքներս ենք անպատրաստ։ Դրան պետք չի անընդհատ ինչ որ մեղքի զգացումով նայել, ինքնախարազանմամբ զբաղվել, հանգիստ է պետք մոտենալ։ Այսինքն ծնող լինելու ընթացքը դա ինքնազարգացման, սովորելու, ինքդ քեզ շտկելու
մի ճանապարհ է։ Իմ համոզմամբ երեխաները ամենամեծ լավ ուսուցիչների շարքում կարող են դասվել, Ինչ հետաքրքիր է։ որովհետև նրանք ոչինչ չեն անում, որ քեզ սովորեցնեն, բայց դու շատ բան սովորում ես նրանցից։ Այդպեսի մի հայտնի խոսք կա, որ ուսուցիչը նա չէ ով սովորեցնում է, այլ նա ումից սովորում են։ Դու նայում ես նրանց ու ինքդ հասկանում ես ինչ փոխես քո մեջ, որն էր քո սխալը։ Այս բանը, եթե ես ուզում եմ լինեմ լավ պապա, եթե ես ուզում եմ լինել լավ մամա, ես այս բանը էլ չեմ կարող ինձ թույլ տալ։ Այս բանից ես պետք է սկսեմ հրաժարվել։ Այսօր չստացվեց, վաղը թող ստացվի։ Ստացվի Աստծո կամոք։ Ինչու եմ սա ասում, որովհետև մենք էլ ենք մարդիկ, մենք փորձում ենք շատ հաճախ տոնց պատու Պարիսպ լինել, Գերմարդու տպավորություն թողնել։ Նիչեական գերմարդը մանավանդ էս սուպերհերոսների շրջանում եւ մեզ էլ է ինչ-որ մի ներքին ոգևորող, ամրապնդող, ճիշտն ու սխալը մատնանշող եւ ոնց որ մենք ենք ուզում լավ ուղղորդենք մեր երեխային, բա մեզ ով պիտի ուղղորդի։ Մեր ծնողն էլ մեր գլխին է այսպես ասած, բայց միշտ չի, չէ, որ ես չեմ կարող ամեն վարքյան զանգել։ Երբ այդ արարչականության գաղափարը դու բերում ես քո կյանք ընդհանրապես, մի օրվա, երկու օրվա բան չի, բայց երբ որ կամաց դա սկսում է ամրապնդվել, շատ բաներ սկսում են փոխվել։ Շատ հարցերի սկսում ես ավելի մեղմ մոտենալ։ Եվ կամաց դա սկսում է դրական անդրադառնալ համ քո վրա, համ քո ընտանիքի վրա, համ քո ընդհանուր կյանքի բովանդակային որակի վրա։ Երեխաների մոտ ինչքան էլ փորձենք համերաշխություն խաղալ, իրանք շատ լավ զգում են։ Բաներ կան, որ երեխաները տարիքից ելնելով չեն հասկանում, չեն գիտակցում, բայց նրանց զգայական աշխարհը շատ հզոր է։ Շատ հզոր է։ Դրա համար է, որ երեխան մի վայրկյանում կարող է արտասվել, մի վայրկյանում կարող է իր զգայական աշխարհը շատ ուրիշ է։ Եվ այդ զգայական աշխարհն է պետք փայփայել։ Դա էլ ծնողավորության, ընտանեկան կյանքի կազմակերպման հարց է։ Մենք մարդ ենք, մենք կարող ենք պայտակ բռնկվել, կատաղել, զայրանալ, բայց մենք նաև մարդ ենք եւ մարդը ունի ինքնազարգացման եւ կատարելագործման ուղի։ Մի փուլ կգա, երբ կարելի է նստել, բոլոր հարցերի շուրջ հանգիստ խոսել։ Ինչն է պակասում ուրեմն այն ծնողներին, ովքեր վիճում են անverջ, արդյոք այդ աստվածային Աստծո կողմից մեզ պատվիրակած པարս հուշումների ձևերի ու շատ խորքային իրականում པարս, բայց իրականում խորքային դրանց պակասն է, շատ մակերեսային կյանքը չգիտեմ, շատ լարված կյանք, ես չեմ կարող ոչ ծնողների համար ասել, ես ինձ համար փորձեմ ասել, մենք շատ լարված կյանքով ենք ապրում, մանավանդ Հայաստանում, տեսեք վերջին տարիների ընթացքում ինչպիսի մարդու հոգեկան աշխարհը ուղղակի տակն ու վրանող եւ հենց այսօր էլ մենք այդ ամենի մեջ ենք ապրում եւ մենք պետք է կարողանանք ամեն օր մի կերպ բուժել մեր վերքերը, փորձել օգտակար լինել դիմացինին, որ ինքն էլ իր վերքերը կարողանա բուժել։ Այս ամեն ինչի մեջ շատ բարդ է եւ պետք է նաեւ հանգիստ սիրով վերաբերվել, որ դիմացինը դե մարդա մեկ-մեկ կարողա փրփրա, կապ չունի ով այդ մարդը, կարող է անծանոթ մարդ լինի, էլի։ Վերջերս մի դեպք եղավ, հիմա ծիծաղս եկավ շատ ճիշտ ասած այդ դեպքից հետո։ Մի հատ մեքենայի հետևից շատ այդպես կուլտուրական քաղաքակիրթ բան ազդանշանվեց, մի սենց էլի թեթև դուրս եկավ, ինչ աղա ախպեր, բասես փրփրած, բասես նայում ասում Աստված ջան, քանի անգամ ես քո տեղ եղել։ Քանի անգամ ես սենց խելագարված փորձեցի մեղմել, բան անել, պարկաստու այսպես մարդավարի բաժանվել։ Դա շատ մեծ ինչ-որ ներդաշնակություն եք գտել, ինչ խաղաղություն եք գտել այս խելագար իրականության մեջ։ Ես էլ այդպես չթվա ինչ-որ տենց հարցերս լուծել եմ, բայց այդպես է աշխարհը, հիմա ինչ արած։ Վեճել է լինում, համերաշխություն է լինում։ Բայց ամեն դեպքում, երբ որ այդ ամեն ինչի հիմքում այդ սիրո սերմնահատիկն է, դա այն հիմքն է, այն արմատը, որից կարճելով, եթե դա կա իսկապես, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել։ Առանց սեր ոչ երգն է, նորմալ երգ ու երաժշտություն, առանց սեր, չգիտեմ, հարստությունը դառնում է ագահություն, առանց սեր արդարությունը դառնում է դաժանություն, առանց սեր հոգատարությունը, պատասխանատվությունը դառնում է անտանելի բեռ,
առանց սեր ճշմարտությունը դառնում է ցավեցնող քննադատություն ընդհանրապես։ Հիմա երեխային ո՞նց ասես ճշմարտությունը։ Ոչ դնել։ Դուք ասում եք Արինեին ցանկացած երևույթի շուրջ։ Իր հարցերը հիմա 3:30 ահագին հարցեր կունենա աշխարհի շուրջ։ Դե գուցե ինչ որ այսպես այնպես մտքից կոնկրետ օրինակ չի գալիս, բայց կարող է ինչ որ մի բան կա, որ դու մի քիչ ուրիշ ձևով կասես։ Հիմա ինքը 2.5 տարեկան է, որ ասենք չգիտեմ ինչու է արևը, չգիտեմ, չես կա քվանտային ֆիզիկայի մոտեցման բացատրություն։ Իրեն հարիր բառապաշարը։ Հա, անպայման դա պետք է ասել։ Իսկ եթե նա գա ցավոտ հարցեր տա, գուցե նա գա հարցնի ինչ է պատերազմը, գուցե գա ցավոտ հարցնի։ հարցերը հիմնականում ցավոտ պատասխաններ են ունենում նաև։ Չորոց այդպեսին է։ Չի լինի դե չես կարող դնել ինչ որ կողմնակիցն եք, էլի։ Ճշմարտության կողմնակից եմ, բայց ճշմարտության կողմնակ նախ էլի պիտի սկսենք հասկանալ ինչ է այդ ճշմարտությունը։ Այսինքն չխաբել առնվազն հասկանում ճշմարտությունը, որ մի հատ էլ դիմացինին փորձեմ ներկայացնել։ Եվ հետո գիտեք ճշմարտությունն ասելու ձև էլ կա։ Այդ շատ կարևոր է, թե ինչպես ես այդ ճշմարտությունը ասում։ Կապ չունի երեխային, թե ինքդ քեզ նույնիսկ կարող է ճշմարտությունը մեկին այնպես ասես, որ այդ մարդը ամբողջ կյանքում չընդունի այդ ճշմարտությունը, որովհետև դու ուղղակի ճիշտ չասացիր։ Ընդհանրապես խոսքը, ձայնը, ձայնի ելևէջը, մոտեցումը մարդուն, ինչ հայացքով նայեցիր, ինչպես դու նրան ասացիր այդ ճշմարտությունը, որտեղ ասացիր, ում ներկայությամբ ասացիր, թե առանձին խոսեցիք։ Դրանք այնքան բան են փոխում։ Շնորհակալ եմ, ինչ կարևոր բաներ ասացիք։ Ինքս ինձ վրա եմ դա զգացել, էլի։ Էլի գալով երեխաներին հաշվի առնելով, որ նրանք շատ ավելի զգայուն են, շատ ավելի փխրուն են, իրանց էլ պետք է բնականաբար ասել, բայց պետք է էդ էլ սովորում ես ընթացքում, էլի։ Ես օրինակ մի քանի անգամ եղել է, այդպես բռնկվել եմ, ինչ որ ջղայնացել եմ, հետո այնց Արենը մի րոպե հետո մոռացել է, անց է գնացել է, բայց իմ սիրտով, ասենք ես միջև այսօր բանա լինում, էլի։ Լավ չէր, ճիշտ չէր։ Բայց ես պետք է հիմա երկու տարբերակ ունեմ, կամ նստեմ, վայ Աստված ջան, կամ լավ, սխալվեցիր, սիրուն բան չստացվեց, ճիշտ չէր։ Հիմա փորձի ուղղվել, փորձի փոխել, մի հատ մտքումդ տրամադրվի։ Սենց մի հատ այլ է ծնող, երբ որ երեխա ես ունում, դու ես երեխա դառնում, այն իմաստով որ պիտի անդադ սկսես սովորել, էլի։ Այդպիսի բան էլ կա։ Շատ հավես ասացիք։ Ձայնից խոսեցիք, այդ ինտոնացիա ձայն։ Ու ձեզ չեմ կարող մի երկու հարց տալ այդ մասին, ձայնի ուժը, ձայնի կարևորությունը, մարդու կյանքում լայն առումով, հատկապես այսօրվա խայտարակ աղմուկի մեջ, ինֆորմացիոն աղմուկի, մեդիայի աղմուկի, քաղաքի աղմուկի, որն է ձայնի ուժը ու որն է ծնողի ձայնի ուժը։ Ինչ է ծնողի ձայնը երեխու համար։ Մի հատ փոքրիկ էքսկուրս անենք, այսպես ընդհանրապես ձայնային փիլիսոփայության մասին, որ ինձ վերջերս շատ հետաքրքրում է, որովհետև սկսեցի կոմիտասով հետաքրքրվել, սովորել, երգել եւ այլն, եւ ընկա այդ հայկական ձայնաշխարհի մեջ, հետո այսպես տարբեր ուսումնասիրություններ, տարբեր տեղեր ինձ հասցրեցին։ Բանից պարզվեց, որ ձայնը այդպես սովորական բան չի, էլի։ Մենք ապրում ենք ձայնային աշխարհներում, պատկերների եւ ձայների աշխարհներում մենք ապրում։ Քաղաքային, պատերազմական, բնության, խցանման, չգիտեմ, սուպերմարկետների ամենտեղ ձայներ կան, ամենտեղ կան ձայներ։ Եվ այդ ձայները կոնկրետ ներգործություն ունեն յուրաքանչյուր մարդու վրա, բայց չնկատվող։ Հիմնականում դա աննկատ է լինում։ Մենք ինքներս ձայն ենք, որ նայեք, հիմա լավ, այս բանը որ հանենք, մարմինը ձայն է մի հատ տակը։ Մեր ոդքասթը ընդհանրապես ոդքասթերը ձայն են, ու մեզ շատ լսում են միայն ձայնով, առանց պատկերի ու շատ ավելի ազդեցիկ է։ Ուրեմն աշխարհի հնագույն ժամանակներից, մարդու պատմության հին ժամանակներից շատ դեպքերում իրարից շատ հեռու գտնվող քաղաքակրթություններ աշխարհի արարումը, կյանքի սկիզբը կապել են ձայնի հետ։ Օրինակներից մի քանի այդպես ամենավառը եգիպտական բուրգերի հիերոգլիֆներում է դրա մասին գրված, որ տոթ աստծո ձայնով արարվեց, հնդկական աշխարհընկալումներում ասում են Բրահմա աստծո առաջին դրսևորումը եղել է հնչյուն, աում, այդ բան կա մեջ, այտենց ինչ որ էներգետիկ
Ավստրալիայի աբորիգենները ասում են իրենց այդ երաշտական այնյոն դուդուրիջու թե չէ, այդպես մի բառ է։ Գործիքնել է մասնակցել քրիստոնեության մեջ ի սկզբանե էր բանը, մի զարմանալի բառ է։ Բանը, միտքը, որ երևի թե դարձավ ձայն, որովհետև այնտեղ ասվում է եւ Աստված ասաց, այսինքն ձայն հնչեց, եղիցի թող լինի եւ եղավ։ Ընդհանուր այդ աշխարհը շատ բազմազան է եւ մեր ընկալունակությունն էլ է շատ հետաքրքիր։ Մենք կարող ենք լսել 2-ից 20,000 հերց ձայներ։ Եվ ընդհանրապես եթե նայեք, մենք կյանքը ամբողջությամբ չենք կարողանում երբեք ընկալել, ոչ տեսնել, այսինքն ինչ որ մի չափ է տրված մարդուն, այսքան գույն, այսքան ձայն, այսքանը կարող ես տեսնել։ Հա, մենք ինքներս գալով ծնողի ձայնին, երեխան մամայի փորիկի մեջ դեռևս այդպես վերջնական չձևավորված ընդամենը 16 շաբաթական սկսում է լսել ձայները։ Այ ինչպիսի ձայներ կլսի այդ երեխան, ձեր ասած վեճ ու կռիվը, թե սիրո ձայներ, որ չգիտեմ, papan կմոտենա մամայի փորիկին, ինչ որ քնքուշ լավ բաներ կասի, որ մենք քեզ արդեն սիրում ենք, արդեն սպասում ենք, անհամբեր, շատ ինչ երաժշտություն կմիացնեն այդ երեխայի համար։ Այս ամեն ինչը իրականում շատ կարևոր է։ Մեր առջև դրված են 2 բաժակ ջուր։ Ուրեմն գիտությունը մի շատ հետաքրքիր բան է բացահայտել։ Ընդհանրապես գիտությունն էլ բաժանվում է 2 մասի։ Մեկը, որ ստեղծում է զենք, այսինքն այսպիսի գիտություն կա, կամ ինչ որ վատ բաներ, եւ կան գիտնականներ, որոնք ուղղակի այնպիսի բաներ են բացահայտում, որ ամբողջ մի տիեզերական փիլիսոփայություն կարելի է գտնել դրա մեջ։ Ինձ համար այդ գիտնականներից մեկը ճապոնացի մի գիտնական է, դոկտոր Էմոտո։ Կարծեմ 2015 թվականին մահացավ, մի ֆիլմ տեսա, ես կոչվում է Ջուրը, հենց այդտեղ նրա մասին իմացա։ Այս գիտնականը ուրեմն այսպեսի նախ պարզել են, որ ջուրը ինֆորմացիա հիշող, կրող, փոխանցող մի բան է եւ յուրաքանչյուր ինֆորմացիայից տրված ջրի մոլեկուլյար ստրուկտուրան փոփոխության է ենթարկվում։ Ինչ փոփոխության։ Այդ բժիշկ Էմոտոն այսպիսի գիտական փորձեր է արել, օրինակ բրինձը սովորական զավարը դնում է ջրի մեջ տարբեր 3 սենյակներում, պայմանները արտաքին նույնն են, վերաբերմունքն է ուրիշ։ Մեկին դուռը բացում ասում են ես քեզ սիրում եմ, մյուսի դուռը բացում ասում են ես քեզ ատում եմ, մյուսի դուռը չեն բացում, անտարբերության են մատնում։ Որոշ ժամանակ անց ցնցող տպավորություններ, ցնցող հետևանքներ, այս մեկը ծաղկել է, մեկը սևացել է, այն որ անտարբեր էր նեխել է։ Ուրիշ բան են անում։ Երաժշտությունը միացնում են Բեթհովեն, Մոցարտ, hard rock, այս տիպի, այն տիպի, այդ երաժշտությունը լսելուց հետո ջրի բյուրեղը հատուկ սարքով սառեցնում են եւ նկարում են։ Զարմանալիորեն այդ դասական ձայն աշխարհից օրինակ բյուրեղը շատ գեղեցիկ է ստացվում։ Երբ որ այսպես բաներ են միացնում, ինքը մի քիչ ցփնվում է, ասենք սալինում։ Չի, այսպես չի ձգտում կատարյալ ստրուկտուրայի, այլ հակառակ այսպես ողողվում է, ցրվում է։ Շարունակել են այս էքսպերիմենտը, ավելի է խորացրել այդ բժիշկ Էմոտոն խոսքը, բառը, ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Օրինակ ջրի վրա կպցնում են լավ բառ, լավ բառեր, եւ զարմանալիորեն կամ էլ շատ տրամաբանված իրականում լավ բառի դրական բառի դեպքում այդ ջրի ստրուկտուրան շատ լավն է լինում։ Ու այս բժիշկ Էմոտոն անդադ փորձել է գտնել այն բառը, որով այդ ֆոտոյի վրա ջրի բյուրեղի ձևը կլինի իդեալական, այսինքն շատ հավասարաչափ, հավասար։ Բայց բանից պարզվել է վերջում, որ դա մեկ բառ չէ։ 2 բառ է։ Սեր եւ երախտագիտություն։ Այդ ֆիլմում մեջ շատ գեղեցիկ փիլիսոփայական ավարտի են բերում, որ այն ամենը ինչ մեզ տրվել է այս աշխարհում, դրա դիմաց մարդը պետք է սեր տա եւ երախտագիտություն արտահայտի։ Հիմա գալով մեզ մարդը, յուրաքանչյուր մարդ շատ նման է երկրագնդին։ 4 տարերքները մեր մեջ կան։ Հող, մեր ոսկորները կավե, հող, ջուր, մեր արյունը 70-ից 80% մարդու մեջ ջուր է հոսում, օդ, մենք օդ ենք շնչում եւ հուր, մեր մեջ կրակ կա, էներգիա կա։ Հիմա եթե հաշվի առնենք, որ այս ջրի էքսպերիմենտները հաշվի առնելով, եթե ես իմանամ, որ Անա ջան դուք եւ Հայկ ջան ես ձեր դիմաց ձեր մեջ կա ջրային հոսքեր, որոնք իմ տված ինֆորմացիան ընկալում են, եւ եթե ես ձեզ ասեմ ատելություն դուք ուրիշ ձև կզգաք,
կհիշեք եւ եթե ասեմ սեր եւ եթե ես երգեմ Չեմոնյանս քեզ համար է ձեր մարմինը էներգետիկ ուրիշ ձև կընկալի բայց եթե ես ձեզ նայեմ ու ասեմ ալագաս սարնամպելա վայլել ուրիշ ձև է ազդում ես ամեն ինչը հաշվի առնելով եւ ձայն մարդ այդ ջուր բան sense որ միացնում ես գալիս ես մի հատ մտքի որ շատ կարեւոր է թե ինչ ձայնով էլ այդ ինչ ձևով ու ինչ ձայնով այդ ճշմարտությունը կասես մարդուն եւ ընդհանրապես ինչ ձևով ինչ ձայնով կշփվես քո հետ յուրաքանչյուրի հետ ինչ ձևով որ կուզես քո հետ շփվեն գիտեք մի տարիք կա երբ ասենք մանավանդ տղաների մոտ դու ըմբոստ ես կռիվներ բաներ իրար վրա գորգորալ բան բայց հետո մի կետից պիտի հասկանա յուրաքանչյուր մարդ որ իր ձայնը բարձրացնելու հետևանքով իր ասացի արժեքը չի բարձրանում ճիշտ հակառակը երբ դու շատ ազդեցիկ բան ես ասես, ասա բոլորի ասելիքից մի տոն ցածր ու քեզ ավելի լավ կընկալեն ու ավելի մեծ ազդեցություն կթողնի։ Եվ ընդհանրապես ծնողի ձայնը ինձ թվում է մենք մեր ծնողներին մեր մեջ կրելու ենք որպես ձայն եւ մի օր էլ մեր երեխաներն են մեզ իրենց մեջ կրելու որպես ձայն, որովհետեւ յուրաքանչյուր մարդու մեջ մի ձայն կա որը նրան միշտ հուշում է ճիշտ ճանապարհը, նրան կարող է գոտե պնդել։ Միայն թե պետք է օրինակ մարդկանց պատմել դրա մասին, սովորեցնել, որ լսեն այդ ձայնը։ Ես օրինակ ու իմ ձայնն էլ կա իմ մեջ, այն որ համ կռվում է, համ ասում է, ասենց մի հատ համ։ Մեր ներքին ձայն։ Բայց ես օրինակ գիտեմ կոնկրետ դեպքեր կա իմ կյանքում, որ ես մի հատ աչքերս փակում եմ, ասում եմ հայրս ինչ կասեր։ Եվ ես սենց չկա մի հատ տենց Wi-Fi էլի, այդքան արագ ակնթարթորեն եմ ստանում այդ բանը։ Զարմանալի մի հատ այդ վերադառնալով որ կյանքի աշխարհի սկիզբը կապվում է ձայնի հետ, բան մի հատ ինչ որ ձայն կա, ձայնային ալիքներ կան, որ մեզ բոլորիս կապում են։ Դրանով է նաև որ ես օրինակ շատ կարևորում եմ որ հայերը լավ կլինի որ իրենց երգերը իմանան, ճանաչեն, անպայման չի տենց ուշքները գնա մենակ դա լսեն, բայց գոնե ճանաչեն։ Ինչու կոմիտաս չեն լսում մենք ու ինչու կոմիտաս չեն լսում մեր երեխաները այդ դեպքում։ Ինչն է խանգարում ձեր փայլուն ներկայացրած ռաբիզից, որը ես չեմ բացառում, պարզապես չեմ էլ ուզում 24/7 հորդա ամեն անկյունից, դրան հակակշիռ գոնե մի քիչ, ախր տոկոս էլ չեմ կարող ձևակերպել դուք երկի մեջ եք երկհանության մեջ եք լսում եք այդ ամբողջ ավանդույթը սխալ ասեցի, այսինքն այդ ամբողջ ավանդը, որ ստացել ենք հայկական երաժշտության, թե դասական, թե ժողովրդական, ինչու դա անգամ տոկոս չի կարողանում մի կարգին շոշափելի ձևավորել մեր լսելիքների մեջ եւ մեր երեխաների լսելիքների մեջ, որովհետեւ ոչ մի երեխա այսօր չես կարող ստիպել նստի կոմիտաս, դրանք ուղղակի փախնում են այդ երաժշտությունից։ Չէ, այդքան ված չի իրականում, ինչքանով որ ես եմ տեսնում։ Ասեք դուք ավելի մեջն եք, սփոփեք մեզ։ Դե տեսեք Աննա ջան, եթե ես որ կոմիտաս ուսումնասիրում էի, գիտեք ոնց է կոմիտաս ուսումնասիրես դու ընկնում ես հայագիտության դաշտ։ Ես ընթերցում էի տարբեր հայագիտական ազգագրագիտական եւ այլն, օրինակ հորեղբորս Արմեն Պետրոսյանի որ շատ մեծ լուրջ գիտնական է հայագետ է իր գրքերը, մեր էպոսների, վեպերի, հայկու բել, ասես մի հատ պիտի գնաս, մի հատ հասկանաս, այդ որտեղից սկսվեց, ինչ ժամանակներ էին, մարդիկ ինչ ձև էին ապրում, եւ ինչու այսպես ամեն ինչ սկսեց ինչ որ մի կետից սկսված մեր պատմության մեջ տպարությունը որ ձնագնդի կգնալով մեծանում է եւ սենց որ շարունակվի կարող է այսպես ասենք ամեն ինչ ավարտվել շատ ողբերգական ինչը մենք չենք ուզում մեր երեխաների համար եթե պատմության խորքերը գնանք մենք պետք է ընդունենք որ հայ ժողովուրդը Պարուս Սևակի ասած առանց մեզ ինչ որ գերադասելու բայց այնուամենայնիվ հայ ժողովուրդը մաս է կազմում երկրագնդի վրա ապրած այն ժողովուրդների, որոնք քաղաքակրթական արժեքներ են ստեղծել։ Դա կլինի ճարտարապետության մեջ, դա կլինի լեզվի մեջ, դա կլինի երկարվեստի շատ տարբեր ոլորտներում գիտություն, ինչ ուզեք, հայությունը արժեքներ տվել է։ Բայց զարմանալիորեն այսօր հայությունը մեծ լայն իմաստով այդ արժեքների կրողը չէ, իր մեջ կրողը չէ։ Ինչու այսպես ստացվեց։
Հին ուրարտական ժամանակներից սկսված Երևանդունիների, Արտաշեսյանների օրոք, Արշակունիների նախաքրիստոնեական եւ քրիստոնեական շրջաններում հայը նա դժվար ճանապարհ է անցնում։ Մի ճանապարհ, որը միշտ ընկնում է, այսպես ասենք, աշխարհի երկրների մեծ բախումների մեջ։ Հայ մարդը նկատի ունեմ։ Այդ ճանապարհը արաբական արշավանքների ժամանակ է շարունակվել, սա ես կուզեի ընդգծել մեր պատմության մեջ արաբական արշավանքների այդ շրջանը, որովհետև նրանք ոչնչացրեցին, կարելի ասել, ոչ ամբողջությամբ, բայց հսկայական մեծ հարված տվեցին հայ ազնվականությանը։ Ոչնչացրին հայ ազնվականությունը, եւ իսկ դա շատ կարևոր բան է։ Իսկ հայ ազնվականությունը ժամանակներին համարվել է այդպես աշխարհի ամենատենց ազնվականների մեջ, ազնվականներն են եղել, էլի։ Իրանց երևի նիստ ու կացը, վերաբերմունքը, իրենց հող ու ջրին, իրենց հայրենիքին, իրենց թագավորին, թագուհուն, կամաց սկսել է դեֆորմացվել, ինչ-որ այդ գծերը սկսել են ջնջվել եւ այդ դեֆորմացիայի այդ շրջանները ամբողջ աշխարհում էլ կան։ Ուղղակի գանք մեր թեմային։ Մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ, որ այդ բախումների մեջ տեսավ մոնղոլական կայսրություն, չգիտեմ, թաթարներ, բյուզանդական, հռոմական, պարթևական, բաբելոն, ասորեստան, օսմանյան կայսրություն, եվրոպական կայսրությունները, տեսեք ինչպիսի այսպես քաղաքական, ռազմական, մշակութային այդ ամեն ինչի մեջ Փառք Աստծո եղավ Կոմիտաս վարդապետ, ով հավաքագրեց, գրանցեց, զտեց, մշակեց, մաքրեց, ասեց, էսա, այդ բյուրեղը, որ խոսում են քիչ առաջ, ժառանգված է մեզ։ Այսօր ինչու չենք երգում։ Նախ, որովհետև եղավ ցեղասպանություն։ Մեծ եղեռն, մի բան, որ այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողներն էին, իրենց կյանքում կենցաղում այդ երկու պարը մշակույթը ներկա էր, նրանք կամ սպանվեցին, կամ փախան, արտագաղթեցին մի կերպ գոյությունը շարունակելու համար եւ նրանք այնպիսի ճակատագիր ունեցան, որ ասում է դե արի ու երկի։ Այսօր նոր մեր ժամանակների Հայաստան, հետո հաշվենք, որ եղավ սովետական շրջան, որը չնպաստեց առնվազն լրիվ ուրիշ մշակույթեր, ուրիշ արժեքներ էին, մի պահ ազգային արժեքների վերելք թույլ տվեցին, որովհետև համաշխարհային պատերազմ էր, բայց ինքը սովետական միությունը համաշխարհային պատմության անդուր բաներից մեկն է եղել, այսինքն կարելի ասել, այդպես մեծ գաղութ էր, էլի ինքը, որտեղ պախանը Իոսիֆ Ստալինն էր։ Շատ ուրիշ կանոններով էին, էլի առաջնորդում եւ այդ ժամանակներից հետո երբ եկավ նորանկախ Հայաստանը, մեր այսօրվա պետությունը, ես չգիտեմ, պատերազմ, դառը շրջան եւ մշակույթին չտրվեց այն տեղը, որ պետք էր տալ։ Սակայն մշակույթը իմ պատկերացմամբ գլխավոր առանցքն է, որի շուրջ հայերը կարող են ձեռք-ձեռքի տալ, միավորվել, իրար ճանաչել ու հասկանալ։ Եթե նա քաղաքական տեսանկյունից անհաջան մեծ մասը, այսպես ենք, ատելություն է սերմանվում, եւ ես տեսնում եմ, ես իմ գործի բերումով շատ մարդկանց հետ եմ շփվում, շատ տարբեր ոլորտների եւ իմ ընկերական շրջապատն էլ շատ տարբեր մարդիկ են, եւ ես տեսնում եմ հաճախ ինչքան լարվածություն կա իրար նկատմամբ, ինչքան չհասկացվածություն կա։ Իրականում հոգու խորքում ինչքան են իրանք ուզում նստել իրար հետ խոսել հանգիստ, բայց ոնց ես կարամ ինձ դա թույլ տամ ախպեր։ Սենց բան, հա, այդ իբր սկզբունքներն են, դրանք սկզբունքներ չեն։ Շատ հարցեր կան։ Եվ վերջապես սա նաև ուղղորդվել է, որովհետև եթե հայերը դառնան իրենց երկի բարի երաժշտության մշակույթի կրողները, մեկ են հանկարծ չի լինի ուղղակի։ Չէ, հայերը այդպեսին չեն, որ մեր ասենք մենք տարբերվում ենք, մենք ավերող չենք, մենք արարող ենք։ Բայց դա երևի մեր ամենաուժեղ զենքն է, որը մենք ուղղակի անտեսել ենք ու չենք կիրառել, այդ մշակութային, արժեքային, այդ ավանդույթային, այդ ամենաուժեղ զենքն է ամեն ազգի համար, եթե ուզում ես միավորես, դարձնես կուռ ու պաշտպանես։ Ես վերջերս անդադ այդ ձայնային փիլիսոփայության մեջ որ խորացա, հետո մտածում եմ ինչու է մարդը երգում։ Ինչ է երգում մարդը։ Որ կետից է ձայնը դառնում երգ։
ինչ կա դրա մեջ։ Եվ էլի եկա այն մտքին, որ հիմքում դրված է սեր։ Ինչի՞ է մաման մեկ էլ օրորոցային երգում իր բալիկի համար, որովհետև սիրում է, չէ՞։ Չի կարա, ասենք չսիրի զզվի այդ երեխայից, բայց գրկի ու օրորոցային երգի, ասենք մեր ճկնախ օրորոցայինների պես։ Մեր երգերի մեջ, մեր պարերի մեջ, մեր մի ամբողջ ժողովրդի աշխարհի պատմության հնագույն ժամանակներից եկած ձևավորված մի ժողովրդի ժառանգություն կա։ Սրանք ուղղակի երգեր չեն։ Ծնողավարության, դաստիարակության, կրթության մոտեցումների հետ կապված մի դեպք պատմեմ իմ կյանքից, հորս եւ իմ հետ կապված։ Ինձ համար սա շատ թանկ պատմություն է եւ ես շատ այսպես մեծ ակնածանքով եւ խոնարհությամբ եմ նայում, ինչպիսի մոտեցում տվեց իմ հայրը։ Երբ ես Փարիզ գնացի սովորելու, մի անգամ հիշում եմ այդ իմ սենյակում էի, հայրս ինձ տվեց մի փոքրիկ այսպես թուղթ, այսպես բացվող մի հատ բան, որտեղ գրված էր հայրները։ Տվեց, ասաց Հայկ ջան, ես իմ պարտքն եմ համարում քեզ սա տալ, որ դու ճանաչես սա։ Իմանաս, որ սենց բան կա։ Հետո կմեծանաս, կորոշես, կհավատաս, չես հավատա, ոնց կուզես, դու կընտրես։ Այսինքն ինքը ինձ տվեց ցույց տվեց գիտելիքը, բայց երբեք չպարտադրեց, որ ես այդ ճանապարհով պիտի գնամ։ Եւ կարծում եմ սա մանկավարժական հիմնական մի դրույթ է։ Իմ պապը մանկավարժ է եղել եւ նույն այդ մշակույթը կրողն է եղել մեր ընտանիքը Մանասկերտում, սակայն 1915-ի հետևանքով իմ պապիկը հայտնվեց Գյումրի մանկատանը հազարավոր որբերի հետ։ Հետո գիր գրականություն նա դարձավ գրականագետ ու մանկավարժ։ Որփանոցում եղած մի երեխա ինքը դարձավ երեխաների մի լավ բան սովորեցնող։ Յուրաքանչյուր իրավիճակում մարդու մի բան սովորեցնելիս սա շատ կարևոր է։ Երբ որ ասում ես սիրեցեք զմիմյանց, օրինակ, կամ ներելը լավ բան է, բայց դու չես կարող պարտադրել, որ մեկը ների։ Այդ պիտի թողնես մարդը կամ կգա կամ չի գա։ Մեր երաժշտության, մեր երգերաժշտության հետ կապված իմ խորին համոզմամբ ինչ որ մեկին, որը երգում է մի երաժշտություն, որը մենք մտածում ենք ցածր է, լավը չի եւ այլն, նրան քարկոծելու փոխարեն շատ ավելի լավ կլինի, որ մենք գործանենք։ Քարկոծելով հակառակը լարվածությունն է ավելանում, այլ ուշադրություն ես շեղում դրա վրա։ Մի 10 տարի որ լավ աշխատենք, ես չգիտեմ ինչ որ մի հարթակ հնարավոր է ստեղծել, որտեղ մենք դրանցից մեկն է, ասեք, մենք որպես ծնողներ հավաքվենք իրար հետ, խոսենք թե մի քանի ինչ կարևոր դրույթ մենք կուզեինք փոխանցել մեր երեխաներին, որ երբ որ նրանք մեծանան, դառնան պատանի երիտասարդ, այդ դրույթների շուրջ իրար ճանաչեն։ Հիմա պատկերացրեք նստած ենք, ժողով է։ Ասեք այդ դրույթները, դուք ինչ առաջարկներ կանեիք։ Մի 2-3-ը ինչը որ դուք հաստատ որ մենք ամեն մեկս մեր չափի մեջ կարողանանք նրանց փոխանցել հայկական մշակույթը։ Բարդ բան չէ, օրական մեկ անգամ տանը YouTube-ում գրես կոմիտաս, մի բան լսեք տնեցիկով։ Առանց պարտադրելու դու սա պիտի սիրես, չէ։ Ուղղակի կողքից մի հատ անձրևն եկավ շաղալեն չի խանգարի։ Ես ես վստահեցնում դա շատ լավ է անդրադառնում համ մեր, համ երեխաների առողջության վրա ջրի թեմային գալով։ Հայկական ելևէջները մարդու մեջ ծնում են հայկական մշակույթի ընկալման զգացողություններ։ Եվ որովհետև երբ նրանք կմեծանան, կիմանան հայոց լեզուն, հայ մշակույթը, իրար հետ շատ ավելի հեշտ կոնտակտի դուրս կգան, իրար հետ երբ որ կունենան մի ընդհանուր խնդիր, շատ ավելի լավ ձեռձեռի կտան։ Սա կարևոր առանցքային բան է, լեզու մշակույթ։ Ես օրինակ շատ կուզեի, որ մենք բոլորս մեր երեխաներին կարողանանք բացատրել, որ դիմացինին ծաղրելը լավ բան չի։ Լավ բան չի։ Ես ինքս գիտեմ շատ լավ ինչ է դա, փոքր տարիքում ինձ էլ են ծաղրել, ես էլ եմ ի պատասխան ծաղրել շատերին, ես նույնիսկ վերջերս հասկացա, որ մի պահ ես ստենդափով զբաղվեցի, որովհետև երևի այտենց Ֆրեյդի, Յունգի ենթագիտակցական մանկական անցյալներում է, որ ինձ էիք ծաղրում, ես անց ծաղից ծաղրեմ, էլ դուսուս։ Վատով չէ իհարկե, կատակով ծիծաղեցնում։ Հետո ես այդ ստենդափից դուրս, այսինքն ոչ թե վատ բան է ստենդափը, բայց իր մեջ միշտ մի ծաղրի բան կա, որ լավ չի։ Լավ կատակը մարդուն երջանկացնում է, ուրախություն է տալիս։ Հումորը, փրկություն է ուղղակի։ Հումորից հետո քեզ առողջ ես զգում։ Ծաղրից հետո յուրաքանչյուր մարդ կապ չունի ինչ տարիքում է, հատկապես փոքր տարիքում։ Դու չգիտես դիմացինին ինչ վերք տվեցիր։ Մեր բակում մի անհաջող տղա կար, մեզանից մեծ էր մի քիչ տարիքով, եւ ինքը բոլորին մականուններ էր կպցնում, ծաղրուցանակ էր ենթարկվում։ Ես հիմա իրան չեմ քննադատում։ Ես վստահ եմ ինքն էլ ինչ որ հարցեր մի բան ստացել է, որ այդ տվել, այսպես ասենք։ Բայց դա լավ բան չի, մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք, որ դիմացինին ծաղրելը լավ չի։
Լավ չի, դա լավ, դու չգիտես դա ոնց կանդրադառնա իր հոգեկան ներաշխարհին։ Ամբողջ կյանքի համար։ Ամբողջ կյանքի համար իհարկե։ Իրար հետ պայմանավորվենք, որովհետև վերջապես եթե մենք նայենք մեր սոցիումին Հայաստանում, աշխարհը դնենք մի կողմ, էլի տպարություն է, որ երեխաներին այստեղ չեն սիրում։ Իրականում ես գիտեմ, որ երեխաներին շատ է սիրում։ Սեր, չէ, կներեք, հայք միֆ է, որ հայերը իրանց երեխա, այդ դուք չեք պատմի բոլոր ոլորտներում ես տեսնում եմ, որ դա ընդհանրապես խոսքեր են։ Դրանք ընդհանրապես խոսքեր են։ Ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր երեխաների։ Այդ հարցին կարող եք պատասխանել։ Դուք ինչի եք պատրաստ հանուն ձեր երեխայի։ Հանուն Արինեի, հանուն ապագա երեխաների, դուք ինչի եք պատրաստ։ Երբ դուք այս պատասխանին ամեն հայ ծնող այդ ժողովին պատասխանի, մենք իրական պատկերը կտեսնենք։ Ես գիտեմ, որ շատ են սիրում երեխաներին, շատ։ Բայց ինչ են հասկանում դրա տակ, եթե դեռ խորացանք մի քանի բանի տակ, ճշմարտություն, հա, տարբեր թեմաներ ասենք, իսկ դա ինչ է, ինչ է այդ սերը։ Ծնողական սերն ինչ է։ Տեսեք, սերը որպես զգացմունք կա, բայց իրան էլ ոնց որ ճշմարտություն ասելուց պիտի ինչ որ հասկանաս, ոնց դրսևորես, ինչ է դա իրենից ենթադրում։ Այո, ոնց է արտահայտում։ Սերը մի կետ կա, որտեղ սերը պիտի խիստ լինի։ Դա էլ է սեր, սահման դնելը։ Օրինակ, եթե մեր սուպերմարկետներում, խանութներում վստահ եմ բոլորը մտել են, եթե նայեք դրամարկղի մոտ հիմնականում միշտ վաճառվում են այն բաները, որ ամենավնասակարն են ու երեխաների ձեռքի հասանելիություն։ Այո։ Հիմա ինձ կասեն, որ սա մարքեթինգ է, տնտեսություն է զարգացնում բան, բայց աշխարհում մի հատ տենց մարքեթինգ ու տնտեսություն չկա, որ մեկ երեխայի առողջություն արժի։ Բա ուր մնաց այդ երեխային սիրելը։ Կամ ասենք երեխային երբ որ նվիրում են մի հատ ինչ որ կոնֆետ, ես հասկանում եմ, որ ինքը լավ բան է անում։ Ինքը ինչ որ համով բան է տալի, երեխան է պուճուր է, պարզապես պիտի սիրի, բայց այդ կոնֆետը, որ 5 տարի հետո դառնա շաքարի բուն, Աստված հեռու պահի բոլորից։ Նկատի ունեմ սերը պիտի ունենա նաև ինչ որ մի գիտակցված պաշտպանող շերտ իր մեջ։ Երբ որ մենք փողոցներում բարձր երաժշտություն ենք քոքում, կամ ես տեսնում եմ որոշ տղամարդիկ հազվադեպ նաև կանայք փողոցներում իրենց թույլ են տալիս բարձր գոռգոռալ իրար վրա ինչ որ sense շատ չեմ ուզում քննադատական բանով ասել։ Ես էլ եղել փողոցում երկու անգամ ջղայնացել։ Մարդ ենք, բայց մենք կարող ենք չէ տեսնել եւ շտկել։ Չինական փիլիսոփայությունը ասում է, այն սխալը որ ուղեցիր, այլ սխալ չի։ Ինչպիսի հասարակության մեջ են մեր երեխաները մեծանալուց հետո ապրելու։ Երկրի անվտանգությունից հետո մարդու հոգեկան ներաշխարհի անվտանգությունով շարունակելով էլի։ Սրանք հարցեր են եւ այսպիսի հարցերը շատ լավ է որ մասնագետների կողմից հատկապես քննարկվեն եւ վստահ եմ իրենք օգուտ կտան։ Ես իմ կնոջից շատ բան եմ սովորել, մի կարևոր բան էլ նա ինձ սովորեցնում է, որ խոսելը ճիշտ է։ Հատկապես տղամարդիկ մենք մեր մեջ ենք պահում։ Այդ էլ հազար մի հոգեբանական հարցերից է գալիս, էլի, բայց երբ սկսում ես խոսել, դուրս հանել խնդիրը, մեկ էլ կամաց լուծումները սկսում են երևալ։ Որովհետև խոսքը կարևոր է, որովհետև խոսքով դու մարմին ես տալիս խնդրին, չափ ես տալիս գույն ձև, հետո հասկանում ես ինչ անես դրա հետ։ Ձայնն է պատկերներ ստեղծում։ Սկզբից գալիս ես, ասում ես եկեք այստեղ մի հատ քաղաք կառուցենք, գեղեցիկ։ Հետո ճիշտ ձայնային աշխարհների մեջ իրար հետ շփվենք ճիշտ թեմաների շուրջ, մենք շատ բաներ կարող ենք անել։ Եվ մենք պիտի նաև գանք ինձ թվում է մի կետի, որ հասկանանք հանուն մեր երեխաների, նաև հանուն մեր երեխաների, մենք պիտի կարողանանք սովորել իրար հետ լեզու գտնել։ Ես ասացի 87 թիվեմ, ես հիշում եմ առաջին Արցախյան պատերազմը, այդ տարիներն եմ հիշում, ինձ համար դրանք եղել են մանկական ուրախության տարիներ, հա, մութ էր, լույս չկար այս կոմենկոմ, բայց երեխայի համար ինչ տարբերություն, ամբողջ օրը ֆուտբոլ, ձնագնդիկ, այսպիսի վիճակներ էր մեզ մոտ։ Ես հիշում եմ, որ մեր հարևանները իրար հոգսը կիսելով էին ապրում, բայց ես հիշում եմ նաև բացասական բաներ։ Ես հիշում եմ, որ անդադ ասում են հետագայում էլի, ասենք ես երկիրը երկիր չի, ես ազգը ազգ չի, բան, այսպեսի ձայնային մենք պետք է մի օր կարողանանք կլոր սեղանի շուրջ նստել միասին եւ թեկուզ երկար եւ շատ համբերություն պահանջող, բայց զրույցի բռնվենք իրար հետ եւ այդ զրույցից դուրս գալուց իրար հրաժեշտ տանք բարեկամաբար։ Խոսում եք, ես մտածեմ, ինչ նոր ձևաչափ սկսենք, որ ծնողներին հավաքենք, սեղանը պարտադիր լինի կլոր կամ ընդհանրապես սեղան չլինի, sense կլորաթորներ ուստենք, հոգեբանության մեջ սեղանը համարվում է բարիեր, այսինքն երկու հոգի միջև եթե կա սեղան, գումար հոգեբան այցելու առանց սեղանի։ Ամենալավը բնության գրքում գնալ խոսելն է, ինչ որ այգում կարելի է ինչ որ ծնողական կլոր սեղան գաղափարի շուրջ։ Հայք ասում են, հենց ծնողավարության մեջ, հոգեբանության մեջ, որ ծնողի ձայնը երեխայի հետագա ներքին ձայնն է։
Համաձայն եք դրա հետ։ Այն ինչ մենք այսօր կասենք, այն ուղերձները, որ կտանք, այն խոսքերը, որով կխոսենք իրենց հետ, այն ձայնի երանգը, որով կխոսենք, այն կարելիներն ու չի կարելիները, պետքեներն ու չանեսները հետագայում դառնում են իր ներսի, ներքին ձայնը, որը իրեն ուղղորդում է եւ ասում է ինքն ինչ անի, ինչպիսին լինի։ Նաեւ, բայց ոչ միայն։ Մի հատ ուրիշ ձայն էլ կա։ Այն գլխավոր ձայնը, որ կարող է դու քո papai կամ մամայի կամ մոտիկ ընկերոջ ձայնով լսես։ Բայց մի բան էլ հավելեմ, այսքան ձայնից խոսեցինք, նաեւ այստեղ էլ են թեման շուրջ եմ խոսում, ծնողը ինքը իր վրա աշխատում է, փորձում է ավելի լավը դառնաս, այսպես ասենք, որ կարողանաս լինել նաեւ նրա համար օրինակելի։ Շատ դժվար է լինել օրինակելի մարդ։ Պարտավորեցնող է, ասեք։ Հա, բայց պարզություն չէ, մեկը քեզ անդադ նայում է, դու պիտի հասկանաս ինչ է, ու երեխայի մասին խոսքը։ Պիտի սովորես։ Ինչքան էլ երեխային ասես օրինակ էս բաժակը մի գցիր գետնին, բայց եթե ինքը տեսավ դու գցում ես գետնին, դա ինչ իմաստ է։ Հաճախ երբ վերելակի կողքը այդ ոտքի դաջվածքներ եմ տեսնում, մի քանի փոքրիկի կողքը միշտ մի հատ մեծ եմ տեսնում։ Չգիտեմ, նկատել եք թե չէ։ Ասենք հո ծնողը չի ասում բալիկ ջան, ուրեմն վերելակների կողքը պատը սպիտակ է, դե ես էլ ծնող եմ պիտի քեզ օրեն չարժի ոտքով խփել, ասկա ոչ մի ծնողի մտքով չի անցնի երեխային ասել մի խփի։ Կամ մաստակը կերա, ճմռեցի, գցեցի։ Ինչու՞, որովհետև ես տեսել եմ ոնց է ծնողս դա արել։ Կամ մի հատ նշանակալից մեծ, բակի մի հատ մեծ տղա արեց, ես էլ արեցի։ Հա, դե այդպես հանդիպումներ լինելու են երեխաների կյանքում, բայց օրինակը շատ կարևոր է։ Բայց գիտեք, օրինակ ես փոքր ժամանակ մենակ ես չէի, մեր բակի տղերքով Ժան-Կլոդ Վան Դամի համար խելքներս մեր չէի, բանդում մենք մեծանանք, դառնանք Ժան-Կլոդ, մարդ միշտ ինչ որ փնտրում է, չէ՞, Բրուս Լի նման ուժեղ լինեմ կամ Էյնշտեյնի նման խելա, չգիտեմ։ Այդ շուտ այնց օրինակներ լինելու են։ Լավ կլինի, որ կարողանանք մենք էլ այդ օրինակների շարքում լինել, էլի։ Լավ տեսանկյունով, ոչ թե հակառակը։ Հայկ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Դες հետաքրքիր էր։ Շատ, ինձ համար շատ բան էր այդպես այսօր հարցազրույցից առաջ էլ ասի, քանի որ երեխաների այդպես շատ նուրբ թեմա է, քնքուշ թեմա է։ Շատ այդպես բան է զգում ինձ, որ չի ուզում վրիպել, էլի, այսպես ասեմ, որ փորձեմ օգուտ տալ եւ առիթից օգտվելով ես կուզեմ նաեւ, քանի որ մոտեցանք ավարտին, եթե 1 րոպե ժամանակ էլ կա, ուզում եմ անպայման կարող եք նայել կամերային նորմալ, եթե խոսքի մեջ ուզում ասել, ուզում զուտ շնորհակալություն հայտնել նաև իմ եւ կնոջս ծնողներին, որովհետեւ մեր Արինեն ունի հրաշալի տատիկներ եւ պապիկներ եւ մենք նրանց աջակցությունը, նրանց սերը, նրանց վերաբերմունքը, նրանց խորհուրդները, նրանց մեր կողքին լինելը, քանի որ մենք այսպես նորաթուխ ծնող ենք, շատ թանկ ու կարեւոր բան է եւ առիթից օգտվելով Այդ քանի որ ծնողներից ենք խոսում, ես եզրափակ եմ մեր ծնողներին շնորհակալություն ասելով։ Հրաշալի, ապրեք։